Խաչիկ Մանուկյան, վիրավորն ու ընկերը։ Արկերի պայթյունից խլացավ, շիկացավ փշրտված քարերից, արջի պես ծանրորեն վեր կացավ, ձեռքն առավ հրաձիքը նորից։ Քիչ հեռվում նկատեց, որ անձայն մի զինվոր արնածոր ընկել էր։ Շտապող քայլերով մոտեցավ, նա իր հին մարտական ընկերն էր։ Երեսը սև հողին շնչում էր, շաղվել էր մտքերից ցանուցիր, ունկերում բարձրաձայն հնչում է, դիմացիր, ախպերս, դիմացիր։ Շալակեց ընկերոջն ու անցավ անտառի թփառատ փեշերով։ Գնալով քայլերը ծանրացան և ճամփան քողարկվեց գիշերով։ Հերիք է, նա հազիվ շշնջաց, մի փամփուշտ թող ինձ ու հեռացիր։ Թշնամին մոտենում է կամաց, իմ մեղքով նրան զոհ մի դարձիր։ Քիչ մնաց, որ հասնենք դիրքերին, դուրս կգանք ձորակով դիմացի, չեմ թողնի, որ մնաս դու գերի, դիմացիր ախպերս, դիմացիր։ Թվում է ուժերը հատել են, ուր որ է սպառված կծնկի, կպայթեն թշնամու արկերը և ոչինչ էլ նրանց չի փրկի։ Անտառում ոռնում են գայլերը, ոտքերն է արյունվում փշերով, անզգա տանում են քայլերը, գնում են էս խավար գիշերով։ Քայլում էր զինվորը և գոհ էր, որ ողջ էր ընկերը մնացել, երկու օրան ընդմեջ գրոհ էր, կրակե ճամփեքով են անցել։ Հրաշք էր, որ նրանք փրկվեցին, ձորակով իջան ու անցան վեր, և հետո դեռ երկար կռվեցին, մոռացած և վերքեր, և ցավեր։ Հիմա տաք հուշեր են մնացել հաղթության և ցավի արանքում։ Քաջերն այն սպաներ են դարձել հարազատ հայկական բանակում։ Չփորձես անցյալից հարցնել, ոչ մեկի ոչ մի բան չեն պատմում։